Պարոն Իսագուլյան, հետևում եք դատական նիստին, նիստերի դահլիճում եք, ինչ տպավորություն ստացաք։ Անկեղծ ասած, դեռևս վաղ է տպավորություն կազմել է այդ առումով, շատ կարևոր էր, որ այն հարցի հետ կապված դատավորը միջնորդությունը ոչ թե միանգամից մերժեց, այլ հետաձգեց։ Հույս է ներշնչում, որ ինքը իսկապես որոշակի խնդիրներ կան, որ կարծում եմ պետք է ուսումնասիրեն եւ այդ որոշում կայացնեն։ Այդ առումով մնացածը ես կարծում եմ բոլոր դատական այս կարգի խնդիրներում մնացած հարցերը նույն կարգի լուծում են ստանում։ Կարևորն է, որ Էդգարը ազատության մեջ է, դա շատ կարևոր հանգամանք է։ Ես վստահ եմ, որ Էդգարը ապացուցելու է իր անմեղությունը եւ վերջնական վերդիկտ ելնելու է արդարացումը, ես դրանում էլ չեմ կասկածում։ Դրա համար չեմ ուզում առաջնաս։ Դատավորը իմ վրա կոնկրետ իր հարցադրումներով, իր վարքագծով բավականին դրական տպավորություն թողեց։ Ես այդ կարող եմ միանգամայն անկեղծորեն ասել։ Դե կան, հավատակ, որ հիմա երիտասարդ դատավորների մեջ հատկապես կան, որոնք ուզում են ցույց տան, որ իրանք արդարության կողմնակիցն են, որ ինչ-որ ճնշումների կամ ազդեցությունների տակ են որոշումները։ Սպասենք եւ տեսնենք, բայց այն, որ Էդգարը ես որևէ բանով Էդգարին չեմ մեղադրում, ոչ թե դրա համար, գիտեք, դատարովի հասցեին էլ, պետական բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին էլ, հատկապես այն խնդրի հետ կապված, որով ինքը համանդատական դատարանի դատավորների հետ կապված, ասենք ինչ-որ կարծիք է հայտնել, ընդ որում ես կարծում եմ ոչ անհիմը, ես գտնում եմ, որ այդ առումով այսօրվա իշխանությունները շատ անհասկանալի դիրքորոշում ունեն, կամ նրանք ովքեր հաղորդումներ են տալի այդ կարգի խնդիրների պարագայում, ասtarեք ես հայել եմ Նիկոլ Փաշինյանին, կամ Նիկոլ Փաշինյանի մասին ասել եմ ամենավատ խոսքերը, կամ չգիտեմ նույնիսկ ինչ-որտեղ վիրավորվել է կամ բարի համբավը արատավորվել է, այդ կարգի հարցերով մտնել հաղորդում տալ ու մարդկանց բերել դատարանները, NLN պարագայում խեղճ դատավորները ամենածանր հարցերով, ծանր հանցագործություններով ծանրաբեռնված են, անիմաստ ու անտեղի։ Ընդ որում, այս կարգի խնդիրներում դատավորները ավելի մեծ էներգիա ու ժամանակ են ծախսում, քան իսկապես եթե մարդ հարձակ է կատարել եւ դրա համար է բերել են դատարան դատելու։ Դրա համար այս կարգի գործերը նայեք, 5 տարի, իմը արդեն 6-րդ տարի է իմ հարցը, եթե սկսենք նրանից, որ ճիշտ է մի քանի իրար հետևից արել են եւ հիմա, բայց առաջի իմ կարգի խնդրի հետ կապված 20 թվական, արդեն հեսա 26 թվական եմ մտնելու։ Արդեն գիտեք, այդ անիմաստ է, ուղղակի ապշում եմ։ Իշխանությունները իրանք պետք է ամեն ինչ անեն, որ այս կարգի հարցերը դատարան չհասնեն։ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, որ Իլհամ Ալիևին կոչ էր անում ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, ինչ է կարծում, այդ առումով տեղաշարժ կլինի։ Նախ արդեն ասում են, որ դա պայմանագիր չի, այլ համաձայնագիր է։ Հավատացեք, որ դա բացի ներքին, ուրեմն լսարանին բավարարելու, նրան ինչ-որ բան ցույց տալու, ապացուցելու համար, ուրիշ ոչ մի արժեք ու նշանակություն չունի։ Ես ցավում եմ, անկեղծ եմ ասում, անկախ իմ Նիկոլի նկատմամբ ունեցած ամենաբացասական վերաբերմունքի, որ ինքը ընկել է մի ուրեմն ջրապտույտի մեջ, որից չի կարողանում դուրս գալ ու չգիտի ինչ անել։ Գիտեք, այս պարագայում լավագույնը, անկեղծ եմ ասում, ես իրավունքին եմ այս պարագայում, իշխանությունից, հրաժարական տալն է։ Հավատացեք, ոչ մի իշխանություն չարժե միթիս հողի, արժեք չունի։ Ավելի լավ է այդ մարդը այդ ջրապտույտից դուրս գալու համար հրաժարական տա։ Կա ներողություն խնդրի ժողովրդից, ասի գիտեք ինչ, ես ներողություն եմ խնդրում իմ կատարած հանցանքների համար։ Ժողովուրդը մեծ է, ժողովուրդը բարի է, ասում են, ժողովուրդը ներող է։ Կների, իհարկե այն առումով, որոնք որ քրեական չեն։ Այդ առումով ինքը պետք է օրենքով պատասխան տա եւ անպայման կանգնի դատարանի առաջ։ Բայց այն, որ ինքն է մտածում, որ եթե անկարծ իշխանության ղեկին չելավ իր եւ իր ընտանիքի հետ ինչ կկատարվի քավլիցի, այդ առումով մեր ժողովուրդը շատ ներող է, էլի։ Ինքը թող այդ ջրապտույտից դուրս գա, այլապես այդ ջրապտույտը ոչ միայն Իրան է տանում, կտանի նաեւ Հայաստանը։ Իսկ այդ պարագային ոչ մի արդարացում չկա։